Հայաստանի ներքաղաքական օրակարգում հերթական անգամ քննարկումների առարկա է դարձել ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների թեման։ Այս հարցը հետաքրքրություն է առաջացրել ոչ միայն երկրի ներսում, այլև արտերկրում, քանի որ այն վերաբերվում է նաև Հայաստանից դուրս բնակվող բազմաթիվ քաղաքացիների և Սփյուռքի հետ կապերին։ Այս ֆոնին մեկնաբանությամբ է հանդես եկել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքերը վերաբերվում էին այն նախաձեռնություններին, որոնք ներկայումս քննարկվում են Հայաստանի ընտրական օրենսդրության շրջանակում։ Զախարովայի գնահատմամբ, եթե առաջարկվող փոփոխությունները ընդունվեն, ապա Հայաստանից դուրս բնակվող բազմաթիվ քաղաքացիներ փաստացի կմնան երկրի հասարակական և քաղաքական գործընթացներից հեռու։ Նրա կարծիքով, նման մոտեցումը կարող է սահմանափակել արտերկրում բնակվող, սակայն հայկական անձնագիր ունեցող մարդկանց ընտրական գործընթացներին մասնակցելու հնարավորությունները։ ՌԴԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ այդպիսով, իր գնահատմամբ, որոշ քաղաքացիներ կարող են զրկվել ընտրություններին մասնակցելու իրավունքից, անկախ այն հանգամանքից, որ շարունակում են պահպանել Հայաստանի քաղաքացիությունը։ Մարիա Զախարովան իր հայտարարության ընթացքում նաև համեմատություն է անցկացրել Մոլդովայում տեղի ունեցած ընտրական գործընթացների հետ։ Նա հիշեցրել է այնտեղ անցկացված նախընտրական շրջանը պնդելով, որ Ռուսաստանի տարածքում բնակվող որոշ քաղաքացիների համար, իր գնահատմամբ, ստեղծվել էին դժվարություններ ընտրություններին մասնակցելու համար։ Նրա խոսքով, Հայաստանի շուրջ ընթացող քննարկումների ժամանակ իշխանությանը մոտ կանգնած որոշ շրջանակներ ներկայացնում են այս թեման որպես արտաքին ազդեցությունների կամ իրենց ձևակերպմամբ հնարավոր հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի մաս։ Միևնույն ժամանակ Զախարովան նման մեկնաբանությունների հետ համաձայն չէ և ներկայացրել է իր տեսակետը ընդգծելով, որ խոսքը վերաբերվում է ընտրական իրավունքների իրականացման հարցին։ Հարկ է նշել, որ այս հայտարարությունը ներկայացնում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցչի դիրքորոշումը և արտացոլում է նրա գնահատականները, մինչդեռ Հայաստանի իշխանությունները դեռ շարունակում են քննարկել ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները և դրանց վերաբերյալ վերջնական որոշումը պետք է ընդունվի սահմանված օրենսդրական ընթացակարգերով։ Ընդհանուր առմամբ, ընտրական օրենսդրության շուրջ քննարկումները շարունակում են մնալ հանրային և քաղաքական ուշադրության կենտրոնում։ Անկախ նրանից, թե ինչպիսի վերջնական որոշում կընդունվի, ակնհայտ է, որ թեման առաջիկայում ևս կմնա ակտիվ քննարկումների առարկա ինչպես Հայաստանի ներսում, այնպես էլ արտերկրում բնակվող հայերի շրջանում։ Այսպիսով, Մարիա Զախարովայի հայտարարությունը հերթական անգամ ուշադրություն է հրավիրել Սփյուռքի մասնակցությանը ընտրական իրավունքների և Հայաստանի քաղաքական գործընթացներում արտերկրում բնակվող քաղաքացիների դերի վերաբերյալ շարունակվող քննարկումների վրա։ Թե ինչ զարգացումներ կունենա այս թեման առաջիկայում, պարզ կդառնա օրենսդրական քննարկումների և պաշտոնական որոշումների հրապարակումից հետո։